ավելորդ տերմին է ժամանակը ծախսում, ավելի ճիշտ կլինի, նստեմ օրինակ վերցնենք նույն այդ գները զգալի, ես նստել եմ աշխատել եմ, ուղղակի չեմ ուզում տենց ֆիքսված ասեմ, կարող եք դուք ինքներ եք գնալ եվրոպական տենց բաց բաներից վերցնել։ Իսկ ձեր որոշումը Նիկոլ Փաշինյանի թիմակիցների հետ քննարկել եք ցուցակում։ Ոչ չեմ քննարկել, Նիկոլ Փաշինյանի հետ չեմ քննարկել, ասեմ ոնց ա եղել։ Այստեղից ինձ դուք եք հարցազրույց եք վերցրել, դա դարձել է բոլորի համար Այսքան ճապազրույցից են տեղեկացել։ Կներեք, Իսրայել կապված արդյոք արդյոք վարչապետի այն հայտարարության տիրույթում չի ձեր չառաջադրվելը, որ ասում ես չպետք է գործարարները Նայեք մի բան ասեմ, ես նոր էլ հայտարարություն արեցի, որ հարուստ մարդ պետք չի։ Ես մի մանդատ ունեի, մի կոճակ։ Ես ասում եմ իշխանությունը չլինի հարուստ մարդկանց։ Մանդատ կարող է փորձով մեկը պիտանի լինի, գա ինչի՞ չէ։ Բայց երբ որ ուզում են իշխանություն վերցնեն, ես կարծում եմ Ինչն է խնդիրը դրա մեջ կանցնեզեն։ Ինքը մասնավորի գիտակցություն, նայեք, ես այս վերջերս մի հետաքրքիր բանել եմ ասել, չգիտեմ նկատել եք թե չէ։ Տնտեսվարողի գիտակցությունը, բիզնեսմենի գիտակցությունը որպես այդպիսին եւ պետական համակարգի կառավարման դրանք տարբեր բաներ են։ Դու պետքա շատ լավ բիզնեսը հասկանաս որպես կառավարիչ, բայց դու պետքա այլ սկզբունքներից կառավարես երկիրը որպես պետական գործիչ։ Երբ որ մասնավորն է գալիս, ինքը պետական ինստիտուտների դերը, նշանակությունը, խստությունը, բյուրոկրատիայի աստիճանը դրանք չի գիտակցում։ Որովհետև մասնավորը ինքը որոշումներ է կայացնում, ինքն է կորցնում, իսկ պետությունը չի կարող այդպես, որտեղ պետությունը բոլորինն է։ Մասնավորը իր սեփականությունն է։ Դրա համար ես ասում եմ, լավ կլինի, որ մասնավորին ճիշտ գնահատեն, բայց պետական գործիչ լինեն, պետական կառավարման մասնագետ լինեն։